Ձեր թույլտվությամբ ես այժմ շատ հնարավորինս համառոտ կներկայացնեմ 2025 թվականի ընթացքում բյուջեի կատարումը արտաքին հարաբերությունների ոլորտում եւ այսպես քանի որ նախորդիվ ֆինանսների նախարարության կողմից չհնչեցվեց թվային տվյալները չհնչեցվեցին, ես նախ համառոտ դրանք բարձրաձայնեմ Ուրեմն արտաքին հարաբերությունների գործունեության իրականացման համար 2025 թվականի հաստատված բյուջեն կազմել է 18.1 միլիարդ դրամ, իսկ ճշտված բյուջեն 21 միլիարդ դրամ։ Ընդամենը ծախսերը կազմել են 20.961 միլիոն դրամ, 20 միլիարդ եւ 961 միլիոն դրամ։ Ըստ այդմ շուրջ 80 միլիոն դրամ գումար չի ծախսվել եւ տարեվերջին վերադարձվել է պետական բյուջե, այսինքն կատարողական բյուջետային առումով, ֆինանսական առումով կազմել է 99.6%, սա էլ կարծում եմ բավականին բարձր ցուցանիշ է։ Ինչպես նկատեցիք, ուրեմն փաստացի ճշտված բյուջեն 3 միլիարդով ավել էր հաստատված բյուջեից, ուզում եմ տեղեկացնել, որ այս ավելացումը կատարվել է նախ Բրյուսելում Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքի ձեռքբերման նպատակով 1.9 միլիարդ դրամ եւ տարբեր միջոցառումների ավելացման, պակասեցման արդյունքում 0.7 միլիարդ, հիմնականում այսքանը, կան նաեւ այլ ծրագրեր։ Նախարարությունը վստահ եմ քաջատեղյակ եք ունի 5 հիմնական բյուջետային ծրագրեր, 11-28-ը օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության կազմակերպում եւ իրականացում, այստեղ մեզ հատկացված է եղել 14.63 միլիարդ դրամ։ 2025 թվականին արդեն ասեցի որպես սեփականություն Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել անշարժ գույք Բրյուսելում Հայաստանի Հանրապետության դեսպանության նոր շենքը, կհիշեք նախորդիվ ձեռք էր բերվել նաև Փարիզում Հայաստանի Հանրապետության դեսպանության նոր շենքը, մենք այն կարողացանք հիմնովին վերանորոգել, որովհետև շենքը դրա կարիքը ուներ, եւ տեղի ունեցավ հանդիսավոր բացումը նաև Ֆրանսիայի իմ գործընկերոջ մասնակցությամբ եւ այժմ ծառայում է մեր բոլորի շահերին, սպասարկում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերը։ Բրյուսելում եւս նոր շենքը, կարծում եմ հետաքրքրի ձեզ, չափերով էականորեն գերազանցում է գործողը եւ այս շենքի ձեռքբերումն էլ եւ տարածքի դլայնումն բնականաբար կարող եք ենթադրել պայմանավորված էր Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջև հարաբերությունների կտրուկ խորացմամբ, կհիշեք դեկտեմբերին մենք 25 թվականի ստորագրեցինք մեր գործընկերության ռազմավարական օրակարգը եւ արդեն ըստ էության շաբաթական, ամսական կտրվածքով տեսնում ենք, թե ինչպիսի նոր բաղադրիչներ են ավելանում Հայաստան Եվրոպական միություն օրակարգում եւ ահա նաեւ կարիք կա ավելի ընդլայնված կազմ ունենալու, ավելի ընդլայնված ֆիզիկական հնարավորություններ ունենալու եւ շենքի ձեռքբերումը պայմանավորված էր սրանով։ Ընդհանուր առմամբ հիշեցնեմ, որ դիվանագիտական ծառայության մարմինների քանակը արտերկրում կազմում է 69, երկուսը Երևանում է, այսինքն մենք ունենք դեսպաններ, որոնք ռեզիդենտ են Երևանում։ ՀՀ-ն ունի 47 ռեզիդենտ դեսպանություն եւ 45 ռեզիդենտ դեսպան, ովքեր համատեղության կարգով հավատարմագրված են ընդհանուր առմամբ 115 երկրում, 65 ներկայացուցչություններից 21-ի ծառայողական շենքեր հանդիսանում են Հայաստանի Հանրապետության սեփականություն, 14 շենք տրված է անհատույց օգտագործման, մնացածը ուրեմն վարձակալվում են, նշեմ նաև, քանի որ ֆինանսական հարցերն են քննարկում, 3 տեղ մենք ունենք հողատարածք, որտեղ պետք է կառուցապատում իրականացվի, 25 թվականին այդպիսիք պլանավորված չեն եղել եւ չեն տեղ ունեցել, շինարարություն չի եղել։ Հաջորդ ծրագիրը, որ ուզում եմ նշել 11-18-ն է, համագործակցություն միջազգային կազմակերպությունների հետ 1 միլիարդ 975 միլիոն, հիշեցնեմ Հայաստանի Հանրապետությունը անդամավճար է փոխանցում 113 միջազգային կազմակերպությունների, ծրագրերի, կոնվենցիաների եւ 25 թվականին ըստ էության փաստացի փոխանցում է կատարվել 101 կազմակերպության, 12-ը ուղղակի հայտ չեն ներկայացրել։
միանգամից անցնելով հետաքրող հարցին երևի կհետաքրքրի 2025 թվականին մենք չենք փոխանցել անդամավճար հապկում մեր գործունեության մասնակցություն եւ մեր մասնակցության համար պարզ պատճառով մենք այդ գործունեությունը մեր մասնակցությունը չենք ունեցել այդ կազմակերպությանը Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար